Բաստուր մաչոներ ջան, այսօր պատրաստում ենք մեջքի ֆիլեի համար չաման։ Մենք ունենք այստեղ 150 գրամ չաման, 50 գրամ քաղցր բիբար, 30 գրամ կծու բիբար, 100 գրամ սխտոր, 10 գրամ շաքարավազ և 10 գրամ համեմի սերմ։ Մենք այստեղ լցրել ենք 1 լիտր ջուր նախապես, հիմա կլցնենք սխտորը, կավելացնենք ջրի հետ։ Շատ լավ է և քառնենք մեր համեմունքները։ Ծր բիբարը և կծու բիբարը։ Հիմա կարանք լցնենք ջրի մեջ արդեն։ Թողենք չամանը 1 ժամ կբացվի, կլուծվի ջրի մեջ, հետո կխառնենք։ Չամանը արդեն լուծվել է, ընկերներ ջան։ Հիմա հələ մի հատ նայենք։ Չամանը արդեն պնդացել է լավ, ընկերներ ջան։ Ահա։ Լավ լուծվել է ջրի մեջ։ Հիմա հետևորդներից մի բան էլ ասեմ, ինձ անընդհատ գրում էին, հարցնում էին, որ չամանի մեջ մենք աղ լցնում ենք, թե չենք լցնում, ես միշտ ասել եմ, միշտ պատասխանել եմ այդ հարցերին, եւս մեկ անգամ ասում եմ։ Հիմա նայեք, ընկերներ ջան, մեր մոտ միսը շատ լավ չորացել է, բնականաբար իր աղն էլ արդեն ոնց որ դուրս է տվել։ Այս ամբողջ աղիությունը ինքը տալու է չամանի մեջ, մենք ընդհանրապես չամանի մեջ չենք տալիս աղ։ Իրան ինչքան պետք է չամանի մեջ այդ աղը ինքը արդեն դուրս է տալիս ու քաշում է արդեն մսի մեջ այդ բոլոր համերը։ Բնականաբար միշտ ասել եմ, աղ չտաք չամանի մեջ։ Մեր դեպքում պետք չի տալ, ճիշտ չի։ Հիմա տեղադրում ենք միսը չամանի մեջ։ Ամբողջությամբ, այսինքն շատ լավ է։ Կթողենք չամանի մեջ կմնա 5 օր սառնարանում, հետո կհանենք միասին։